Հետո հատուկ շեշտադրված խոսում եմ Խաչատուր Սուքիասյանի մասին, որտեղ Խաչատուր Սուքիասյանը բնավորություն ուներ, էսի մի հատկանիշ ուներ, իր ծանոթներից մեկի թևը մտներ, ասի մի տարի գնանք Երևանի մի հատ էսի մի հատ փոսը քեզ ցույց տամ, որովհետև ինքը խնդիր ուներ Տարոն Մարգարյանի հետ կապված, ասենք ինչ որ մի տարածք էր ուզում, դե ինքը տարածքի մեռած սատկած է 10 մետրի համար կարողան կոտորի, կորցանի, մենակ թե 10 մետրը իրենը լինի, գրողի ծոցը թե հայրենիքը չեն տա, ինքը արդարացում կգտնի, հայրենիքը ասեց կտոր, մենակ թե իր ագահ կեղտոտ ախորժակը բավարարվի։ Կտաներ այդ փոստը ցույց կտար, բա այդ մի հատ ցանկություն չունեք, պարոն Սուքիասյան, գնաք, օրինակ Մայր Հայաստանը, որ օրը 10 այդպիսի բան է ցուցադրում, թե ինչ փոստեր են գոյացել, ինչ ավերակներ են արել, մի հատ Խաչատուր Սուքիասյան գնա, իրանց հետ պատտի եւ տես թե ինչ են ա, կամ դու ունես մեծ խոշոր աչքեր ունես ու կարողանում ես այս չռռած աչքերով նայել։ Օրինակ նայ եւ տես, կան այդպիսի ավերածություններ անձրևից հետո, այդ որ 10 անգամ սենց բան եք անում, կրեմի նման քսում եք ասֆալտը, սենց